Մի օր գյուղում էինք, երեկոյան աղջնակիս ատամը այդ կաթնատամներից մեկը ընկավ ու ինքը եկավ, տես թե բա իմ համար ինչ ա բերելու այդ ատամի փերին։ Հենց այդ ժամանակ էր, որ հասկացա, թե ոնց են ծնվում նոր պրոդուկտները։ Երբ բացեցիք խումբը, նպատակը որն էր ու ընդհանրապես գոհ եք, որ բացեցիք այդ խումբը։ Չեմ կարող գոհ չլինել, բայց եթե կան մարդիկ, ովքեր որ որոշում են, որ այ ես հիմա գնամ, իմ պատին գրեմ, թող այդ լայքերը գան իմ պատին, ես չունեմ նման բան, բայց կան նման դեպքեր, այդ բնագավառները, որոնք որ փոքր ու միջին բիզնեսի ոլորտից են, դրանք հիմնականում կանայք են զբաղվում, մեր մոտ հիմնականում ներկայացված են այդ փոքր ու միջին բիզնեսները, երբ այդ կաթնամթերքի ձայնը դուրս գալիս, երբ որ մեջից ինչ որ ոչ ուտելի բան են անում, այսինքն ստեղծել այնպիսի պայմաններ, որ ներկրած պատրաստի ապրանքը ավելի մատչելի չստացվի արդյունքում, քան տեղում արտադրվածը։ Բարև ձեզ, դուք լսում եք դիտում եք մեծ գործ podcast-ը, իմ հյուրը Ֆլորա Վարդանյանն է, Oregano բրենդի հիմնադիր եւ Facebook-յան հանուն հայկականի խմբի հիմնադիր։ Ֆլորա ջան, բարև ձեզ, շնորհակալություն գալու համար։ Մինչև հանդիպումը մի հատ հետաքրքիր բան էիք պատմում, նոր ապրանքի մասին, ոնց է դա ծնվել, որը ի վերջո ապրանք չեք դարձել, այդ երեխայի պատմություններ, ատամի ընկնելու եւ այլն։ Կպատմեք ոնց եղավ ու ոնց ստեղծվեց այդ խնձորը եք չէ ստեղծել։ Մեր խումբը բավականին մեծացավ հենց այդ ոչ հաճելի, բայց այդ կովիդյան շրջանում, երբ որ այդ բանը գնումները հիմնականում տենց on-line հարթակ տեղափոխվեցին, հա, եւ այդ ժամանակ շատ ապրանքանիշեր խմբում սկսեցին ի հայտ գալ, նոր արտադրանքներ սկսեցին մարդիկ մտածել, ու ես միշտ տենց մտածում էի, ասում էի, տեսնես այս մարդկանց մտքով ոնց է էլի սենց բաներ անցնում, տենց հետաքրքրվում էի, նայում էի, եւ մի օր գյուղում էինք, երեկոյան աղջնակիս ատամը այդ կաթնատամներից մեկը ընկավ, ու ինքը եկավ, տես թե բա իմ համար ինչ ա բերելու այդ ատամի փերին, ասում ենք թե ինչ ես ուզում որ բերի, բայց թե մութ է, իրիկույա գյուղում ենք, թե խնձոր եմ ուզում որ բերի, ասում եմ, ահա, ինչ էլ դրության մեջ մտնող աղջնակ, բայց դե ամեն դեպքում երեկոյան ժամ տենց խնձորը որոշեցինք ինչ որ հետաքրքիր ձևով, նու ես որոշեցի ինչ որ հետաքրքիր ձևով մատուցել երեխային, ունեինք տանը թել ու հելուն, հելունով գործեցի, դե շուղեր բան, տենց ինչ որ կա էլի ձեռքի տակ, ճերմակ ցանցկեն պարկ գործեցի, որը այդ վզի մասում սիրուն հավաքվում էր ժապավենով, ու մեկ էլ ու տենց խնձորը դրեցի մեջը, հետո նայեցի, տեսա որ չէ էլի ինչ որ մի բան պակասում է կարծես, գործեցի դեղին աստղիկ, փայտից պոչ ամրացրեցի, պոչը նույնպես տենց ոսկե գույն, հա, թելի դեղնավուն փայտիկի էֆեկտը որ լիներ, փայտիկի էֆեկտը որ լիներ, այդ կախարդական փայտիկի նման լիներ, դա էլ ամրացրեցի այդ պարկով խնձորի վրա ու տենց տարանք դրեցինք երեխայի մոտ, առավոտյան արթնացավ, միայն դուք հուզմունքը նայիք, այդ ուրախությունը, այո, կար խնձորը, բայց խնձորի մատուցման ձևը այլ էր, ու մատուցման ձևը հաճելի էր, ու մատուցման ձևը տենց ոնց որ փերի էֆեկտը ընդգրկում էր, տենց ոնց որ շատ հետաքրքիր էր, տենց մտածեցի, բա ինչ անել հետագայում, բայց ոչ մի բան չարեցի, ինքը մնաց տենց իմ պատրաստած միակ հետաքրքիր բանը, որ արդյունքում պրոդուկտի չվերածվեց ու մնաց ոնց որ միայն իմ աղջնակը ունեցավ իմ կատարմամբ դրանից։ Իսկ քան տարեկան էր այդ ժամանակ։ Շուրջ 5 տարեկան էր, շատ էր ուրախացել, տենց ուրախությանը չափ չկար ու ինչի ձեզ պատմեցի, հենց այդ ժամանակ էր, որ հասկացա, թե ոնց են ծնվում նոր պրոդուկտները, այսինքն երբ որ կա կարիքը ինչ որ բան անելու, բայց պետքա ելք փնտրել։ Այս անելանելի կամ կիսաելանելի վիճակները շատ նպաստավոր են դառնում այդ նոր գաղափարների ստեղծման եւ դրանց իրագործման ուղիները փնտրելու ու եթե ուզում ես դա լավ անես, նաեւ գեղեցիկ մատուցելու տեսանկյունից։ Ու այդ ընթացքում այն որ ասում եմ, ես չէի հասկանում ոնց են այդ պրոդուկտները ծնվում, ոնց են ամեն օր մի նոր հետաքրքիր բան տեղադրում խմբում, այ հենց այդ պատրվակն էլ պատճառ եղավ, որ ես հասկանամ թե ոնց է լինում։ Հիմնականում, երբ որ խոսում ես տարբեր մարքետոլոգների հետ, ասում են, որ այս դարում շատ են թարգեթավորում հենց երեխաների պրոդուկտները, որովհետև ծնողները ավելի հակված են երեխաների
քմահաճույքներն ու ցանկությունները կատարել, դրա համար շատ են հենց թարգեթավորում երեխաներին։ Ինչի՞ էս գաղափարը չզարգացրեցիք։ Ուզում եմ հենց օրիգամի մասն էլ մի քիչ ներկայացնեք, թե դուք ինչով եք զբաղվել, որ ավելի պարզ լինի։ Ուրեմն օրիգամը 17 թվականին որպես ապրանքանիշ այդպես սկսեց գործել։ Տիրախային խումբն ու ծնողներն էին, հա, ովքեր պիտի գնեին այդ ծածկոցները։ Աղջիկս դեռ փոքր էր ու տենց որ նայում ես շուկան, տեսնում ես, որ բարձրորակ բամբակյա ծածկոցների պակաս կա, բոլորը տենց սինթետիկ ծածկոցներ էին, նու բոլորը չէ, մեծ առումով սինթետիկ, կիսասինթետիկ ծածկոցներ էին, երբեմն շատ մատչելի 3-4 հազար դրամով կարելի էր գնել, բայց դրանք ասենք նավթամթերքներից են մնացորդներից են պատրաստում եւ այլն, եւ քրտնացնում են, չեն շնչում ու տենց այդ ամենի այդ ոնց որ սեփական փնտրտուքի եւ շատ բան չգտնելու արդյունքում որոշեցինք, որ այո, պետք է որ մեր երեխաները ունենան հնարավորություն շնչող բամբակյա ծածկոցներով մեծանալու, ծածկոցների հետ մեծանալու ու այդպես ծնվեց ապրանքանիշը, գործեցինք ծածկոցները, նու մեր աշխատակիցների հետ բնականաբար, իսկ աշխատակիցները Վանաձորից մի խումբ կանայք էին, բայց էլի ինչ-որ մի բան էի փնտրում, որ չլինի ծածկոց որպես ծածկոց, որովհետև դե ծածկոցներ այսպես թե այնպես կարելի է պատվիրել էլ, ունենալ էլ, այլ ունենա ինչ-որ հետաքրքիր լուծում, ու այդ հետաքրքիր լուծումը հենց այդ օրիգանու ծածկոցներն էին, դա ծածկոց է տարվա բոլոր եղանակների համար, ինչ ասել է դա, այսինքն ոչ հաստ բամբուկե վերմակի վրա ամրացվում է կոճակներով ձեռագործ ծածկոցը, դա ստացվում է արդեն կրկնակի հաստություն ոնց որ, հա, ծածկոց պլյուս նու բամբուկե ծածկոց գումարած այդ ձեռագործ մասը, դրանով կարելի է ավելի սառը եղանակներին, հա, ծածկել երեխաներին։ Դուք կարում։ Ծածկոցները ոչ, հայկական ապրանքանիշ հայկական ապրանքանիշներից մեկի հետ, մասնավորապես Տուշպա անկողնային բարագաների հետ, որոնք եւս Վանաձորում են գործում, համագործակցություն ունեինք, այսինքն մենք պատվիրում էինք այդ վերմակները եւ վերմակին արդեն ամրացնում էինք մեր գործած ծածկոցը, իրանք կարում էին մեր դիզայնով, այսպես ասած, եւ նու պատվիրում էինք էլի համագործակցությամբ մեր ընտրած գույնով, որը սպիտակի հաջորդն էր, այսինքն կատնագույնից բաց, այդ լուծումը, որը նորից փնտրում էինք, որ ինչ որ մի բան ավել լինի, չկրկնվի այն ինչը որ կա շուկայում, ինչ որ մի հետաքրքիր նյուանս ունենա, որ ներկայացնելուց կարողանաս ասես, որ սա, այսինքն միտք պարունակի, հա, ու միևնույն ժամանակ օգտակար լինի, միևնույն ժամանակ հարմարավետ լինի, ստացվում է, որ պահարանում հաստ վերմակ, միջին չափի վերմակ, ծածկոց, այսինքն 3 բան ունենալու փոխարեն կարելի է ուղղակի ունենալ մեկ օրիգանում ծածկոց, որը 3-ը մեկում է, 3 հաստությունը մեկում է ամփոփում, կարելի է առանձնացնել, ունենալ առանձին վերմակ եւ առանձին ծածկոց, ձեռագործ բարակ եւ կարելի է միացնել, ունենալ ավելի մեծ, այսպես ասած, հաստություն եւ էսթետիկ է։ Հարմար է նաեւ օգտագործման համար, մենք ոնց ենք օրինակ օգտագործում, երբ որ տանը չես եւ երեխան քնելու կարիք ունի, ուղղակի կոճակներից արձակում ես այդ գործված մասը, երեխան կարող է արդեն պարկել վերմակին եւ ծածկվել գործվածքով։ Մի խոսքով այդ հարմարավետությունն ու գեղեցկությունը փորձել ենք համատեղել մեկ ծածկոցի մեջ։ Իսկ պատվիրատուները բավարար էին ընդհանրապես այդ բիզնեսը, որ նախաձեռնեցիք, ինչ խնդիրներ ունեցաք, հաջողություններ ունեցաք ու հիմա որ փուլում եք։ Հիմա դադարի փուլում ենք, որովհետև գտնում եմ, որ պետք է մի քիչ վերաիմաստավորել, ինչ որ բաներ ավելացնել, ինչ որ բաներ տենց բանանել, նորովին այլ ինչ որ բաների, բայց այդ ժամանակ ոնց որ դե բոլոր բիզնեսներում սկզբից ինքը տենց բան է անում, պիկա տալիս, բարեկամ, հարազատ, ծանոթ, Facebook-յան ընկերներ տեսնում են, հիշում են, մտապահում են, մոտակա առիթներին դրանից են նվիրում բան, հետո ոնց որ մի պահ այդ պիկը իջնում է եւ ստաբիլանում է, որից հետո երկրորդ պիկն է, մենք ունեցել ենք նաեւ այդ երկրորդ պիկը, հենց այդ COVID-ի ընթացքում, երբ որ on-line էին, հա, բոլոր գնումները, եւ հիմա ոնց որ ես գտնում եմ, որ պետքա մի բան փոխել, մի բան ավելացնել, կամ չգիտեմ, նոր բան մտածել նաեւ սրան զուգահեռ, եւ հիմա ոնց որ տես դադարի փուլում ենք, մտորում ենք։ Ժամանակավոր դադարի։
Ժամանակավոր դադարի, այո, վստահաբար ժամանակավոր դադարի, համ էլ տենց մի քիչ այլ գործեր էլ գումարվել են, չեմ ուզում, որ օրիգանումը ձեռքի հետ արվի, ուզում եմ ինքը տենց ամբողջությամբ արվի, որովհետև ձեռքի հետ արված բանը ոնց որ ձեռքի հետ էլ մարում է, դրա համար ավելի լավ է դադար տալ եւ ոնց որ հետո ամբողջությամբ նորից բանանել։ Ուզում եմ խմբի մասին էլ խոսենք, երբ բացեցիք խումբը, նպատակը որն էր ու ընդհանրապես գոհ եք, որ բացեցիք այդ խումբը։ Չեմ կարող գոհ չլինել, որովհետև անհամես չհնչի, բայց մեծ աշխատանք է անում խումբը եւ իրականում դա միայն իմ շնորհիվ չէ, դա մեր ակտիվ խմբակիցների շնորհիվ է, դա մեր խմբի մյուս երկու ադմինների շնորհիվ է, ովքեր իրեն ժամանակը այսպես ներդնում են, որպեսզի խումբը լինի այնպիսին, ինչպիսին կա, հա, կարգ ու կանոնով, առանց վիրավորանքների, դա երբեմն ստացվում է, որ մարդ ենք էլի, մենք էլ ամբողջ օր օնլայն չենք, մեկ է մտնում ես, տեսնում ես ինչ-որ մի բան են գրել եւ ասենք իրավիճակը դուրս է գալիս այդ հսկողությունից եւ պետքա մի բան ձեռնարկել, այդ ամենավատ պահն է, երբ որ ասում ես լավ, բայց ես ինչ էի արել, որ այսպեսի պատմության մեջ եմ ընկնում ու որպես այսպես ասած տանտեր կամ բան, ոնց որ քո պատասխանատվությամբ է էլի այդ իրավիճակը հարթել այնպես կամ փորձել հարթել այնպես, որպեսզի որևէ կողմ դժգոհ չմնա, իսկ եթե արդեն շատ ամեծացել է, այսպես ասած, կոնֆլիկտը ու կողմերը երկուսը չեն, արդեն իրենց հարազատներով, բարեկամներով բանով, սա արդեն ավելի կոշտ մի տեսակ միջամտություն է պահանջում, գրառման հեռացում, նկատողություններ, չգիտեմ ինչ, կամ մինչև փորձում ես հասկանաս, ծայրը գտնես ինչ ա լինում, այնտեղ ավելանում է, ասենք, այդ թեժանում է ընթացքը։ Վերադառնալով ձեր հարցին, խումբը 2016 թվականին է ստեղծվել է որպես հայկականը ներկայացնող հարթակ, եթե փորձենք մտովի հետ գնալ, եթե հիշենք 2016 թվականին հայկական արտադրանքները այդքան էլ շատ չէին կամ այդքան էլ ներկայացված չէին։ Միգուցե կային, բայց չկար մի միասնական տեղ, որտեղ իրանք ներկայացված կլինեին։ Եվ մտածեցի, որ այո, պետք է լինի մի տեղ, որտեղ որ մենք ինքներս, ես օրինակ, չգիտեմ, այն մարդիկ, ովքեր որ ուզում են իմանալ ով է արտադրողը եւ ինչու ոչ, իրենց առաջարկները անեն, հա, այդ ինչպես կուզեին տեսնել օրինակ այդ product-ը, հա, կամ ինչից են գոհ, ինչից այդքան էլ գոհ չեն, ոնց որ հետադարձ կապի համար էլի եւ հայկական արտադրանքի համար ոնց որ խումբը հայկականի համար ոչ միայն արտադրանքի, որովհետև խումբը գիտեք կոչվում է հանուն հայկականի, իսկ հայկականը դա միայն հայկական արտադրանքը չէ, դա նաև այն ամենն է, ինչը կապ ունի հայկականի ու հայկականության հետ եւ մենք խմբում էլ ունենք փորձագետներ տարբեր ոլորտների, հա, օրինակ գորգերի գծով, տարազների գծով, արծաթեղենի, տարբեր, հա, ում որ նշում ենք, երբ որ հարկը կա, որ իրանք իրանց մասնագիտական այսպես կարծիքը հայտնեն, եթե դրա կարիքը կա, որպեսզի մենք էլ բոլորով կրթվենք, իմանանք ինչի այսպես կամ ճիշտ ստույգ իմանանք, հա, այդ հարցի պատասխանը, որ թե դա կարծիքի մակարդակի լինի, այլ մասնագետի կողմից հիմնավորված լինի ու այդ պահից, երբ որ այդ մասնագետները սիրով սկսեցին աջակցել, հա, իրենց գիտելիքներով խումբը ձեռք բերեց նաև կրթական բաղադրիչ, ինչի համար ես այսպես ասած անչափ ուրախ եմ, որովհետև այդ կրթվելու, հա, մեջ է նաև բանը զարգացումը, եթե դա չկա, ամեն մեկը իր ասածը ասի ու չլինի մեկը, որ ասի, չէ, ընկերներ, ասա, այսպես է ու ամենակարևորը, որովհետև իրականում հենց այդ խմբից դուրս եկավ պայքարը հայկական նախշերով, այդ հայկականի տակ իրացվող, բայց ոչ հայկական նախշերով տարբեր կտորների, ճիշտ եմ չէ ասում, տարբեր գոգնոցները եւ այլն, ու հիմա ես ինքս էլ նկատում եմ, որպես արդեն երեխաների մամա, երբ որ մանկապարտեզի կամ դպրոցի չաթերում ինչ որ քննարկում է, ինչ հագուստ ենք ուզում վերցնենք, եթե ինչ որ տարազի բան կա, չէ, բայց ես այդքան էլ հայկականի նման չի։ Ու այդ ամենը խմբից եկավ, ես կարամ վստահ ասեմ, չէ։ Մենք հաճախ մեր այսպես ասած նկատում ենք այն ինչով շրջապատված ենք, քանի որ ես շատ եմ շրջապատված խմբով, ըստ իս այո, բայց միգուցե ինչ որտեղ էլ դա եղել է որպես բան, հա, իլրումն կամ առանձին, ինչի համար իրոք ես շատ ուրախ եմ, երբեմն ինձ ասում են, գիտես, տենց ուղարկում են էլի շատ հաճախ, ասում են, տեսեք, ձեր խմբի նման ինչ որ մի հատ խումբ եմ բացել կամ տարազների մասին չգիտեմ ինչ եմ բացել, ասում եմ, ընկերներ, ասում եմ, սենց ես իրականում
իրականում շատ ուրախ եմ, որովհետև եթե մարդ է բացել է խումբ, որը նման է մեր խմբին, օրինակ եմ ասում, հա, փորձում է ինչ-որ բանով այդ ոլորտում իր խոսքը ասի կամ ինչ-որ մի բան էլ ինքը դնի, ինքը ներդնի, ես իրոք ուրախանում եմ, ինչի համար, միգուցե այդ մարդը ավելի նոր գաղափարներ ունի ու կարողանում է ավելի շատ բան անի, քան որ օրինակ մենք ենք անում, թեպետ մեր խումբը գիտեք, բաց է, ազատ է բանը, փակ խումբ չի եւ ցանկացած բան, որը որ ի նպաստ է, կարելի է գրել, հենց խմբից տարածել, հենց խմբում քննարկել, բայց եթե կան մարդիկ, ովքեր որ որոշում են, որ այ ես հիմա գնամ, իմ պատին գրեմ, թող այդ լայքերը գան իմ պատին, ես չունեմ նման բան, բայց կան նման դեպքեր, երբ որ ասում են, այ նայեք, ասենք այսպես, բան, ասում եմ, հա, Աստծո սիրուն, ամեն մարդ դա իր որոշելու բանն է, ես չէ որ պիտի որոշեմ, ով որտեղ գրի, ինչ գրի եւ ոնց գրի, եթե գրում են մեր մոտ, օրինակ, իրազեկում են, ես իրականում շատ շնորհակալ եմ բոլորի կողմից, բոլորի սանունից, իսկ եթե որոշում են, որ իրանք պիտի ունենան ինչ-որ խումբ, չգիտեմ, այդ խմբում գրեն, որպեսզի, չգիտեմ, ինչ լինի, միգուցե կաշկանդվում են ինչ-որ բան են ուզում ասել, որը մեր խմբի կանոնները թույլ չի տալիս, հա, ասել, ուզում են արտահայտվել այնպես, ինչպես որ իրենք են ուզում արտահայտվել, քավլիցի որևէ այդտեղ բան չկա, հա, տրտմելու կամ չգիտեմ ինչ առիթ չկա, ինչքան շատ, այսպես ասած, ինչքան շատ ձայներ հնչեն խնդիրների մասին, այնքան խնդիրները ավելի հասանելի կդառնան, այնպես որ Իսկ խմբում այս պահին ունեք որոշակի տվյալներ, թե քանի ձեռներեց կամ բիզնես է ներկայացված, ու ընդհանրապես խումբը քանի անդամ ունի, ինչ ակտիվություն ունի։ Շուրջ 58,000 անդամ ունի խումբը, չեմ կարող նշել իրենցից քանիսն են ձեռներեցներ, բայց մի քանի տարի առաջ փորձեցինք սարքել աղյուսակ, որտեղ որ կհավաքեինք ըստ Excel-ի բան էինք սարքել ֆայլ, որտեղ որ կհավաքեինք ըստ գործունեության տեսակների արտադրողներին, բավականին շատ են, գիտեք 500-ից ավել ապրանքատեսականի էինք ոնց որ տենց գրել իրանց կոնտակտներով, Facebook-յան իրենց իսկ Facebook-յան էջերով, որը խմբում հրապարակային այդ բանը կախած է խմբի վերևում, որպես ֆայլ կցած է, բայց սուտ կլինի ասել, որ ես դրանք թարմացնում եմ, ուղղակի չեմ հասցնում, թեպետ մտքիս է, որ այո, քանի որ առաջանում են նորերը, որոշները արդեն գոյություն չունեն, բան պետք է մեր խմբակիցներին էլ խնդրեմ, որ իրանք մտնեն, ստուգեն, տեսնեն, արդյոք կա իրենց բանը, ապրանքանիշը, եթե չկա ավելացնեն կամ եթե եղել է հիմա չկա, բան անեն, հա, հեռացնեն կամ զգուշացնեն հեռացնեն, որպեսզի տենց գոնե մոտավոր պատկեր ունենանք։ Ինձ մոտ կա տպավորություն, որ ավելի շատ կանայք են ներգրավված ու հիմնականում ձեռագործ ապրանքներով են զբաղվում, եթե ճիշտ եմ։ Հա, ճիշտ եք նկատել, այո։ Ձեռագործով զբաղվող կանայք բավականին շատ են, կանայք 50%-ից ավելի են խմբում, եւ հիմնականում հա ձեռագործով են, բայց ոչ միայն ձեռագործով, մենք ունենք կանայք, ովքեր հրուշակագործությամբ են զբաղված, ունենք կանայք, ովքեր կենցաղային այդ մաքրման, հա, միջոցներ են արտադրում, կոսմետիկայի բնագավառում, այդ խնամքի, կոսմետիկ խնամքի բնագավառում բավականին շատ ապրանքանիշեր ունենք, որոնցից մի մասը համարտիկ են, մի մասն էլ կանայք են, ու իրանք հիմնականում տենց խոտաբույսային, բնական, մեղրի հիմքով եւ այլն, դե ոնց որ այդ բնագավառները, որոնք որ փոքր ու միջին բիզնեսի ոլորտից են, դրանք հիմնականում կանայք են զբաղվում, մեր մոտ հիմնականում ներկայացված են այդ փոքր ու միջին բիզնեսները, դե մեծերը ոնց որ արդեն իրանց էջերի վրա մեծ բանյերներով, մեծ գովազդներով, ճիշտ է, երբեմն մենք ինքներս ենք ներկայացնում, իրանք էլ են ներկայացնում, բայց ոնց որ իրանք իրանց շուկայում իրանց ստաբիլ գրաված տեղը ունեն, օրինակ բոլոր կատնամթերքները, չէ, իրանք գիտեն, արտադրում են, տանում են, դնում են խանութ, վաճառում են, երբ այդ կատնամթերքի ձայնը դուրս գալիս, երբ որ մեջից ինչ-որ ոչ ուտելի բան են անում, այդ ժամանակ այդ ձայնը դուրս է գալիս, կամ ասենք հրուշակեղենը, հա, այն շոկոլադեղենը, բան բոլորս գիտենք, որտեղից ձեռք բերել, ինչքան ձեռք բերել, եւ իրանց մասին որքան էլ որ հակասական հիմա հնչի, երբ որ նոր արտադրանք ունեն, ինքս եմ գրում, ասեմ օրինակ Դարոինքը ունի նոր, չգիտեմ, այսպիսի արտադրանք կամ Grand Candy-ն այսպիսի արտադրանք ունի, իսկ եթե նոր արտադրանքի մասին չի,
ու իրանք իրանց շուկան ունեն, հա, այսպես ասած լավ գովազդել են իրանք իրանց հեռուստատեսությամբ գովազդներ ունեն, տենց առանձնակի կարիք չունեն։ Իսկ մեր խմբակիցները հիմնականում երբ են հիշում, երբ որ կա բողոքելու բան, այսինքն երբ որ խնդիր է առաջացել եւ խնդիրն էլ փորձում ենք ձևակերպել, եթե հնարավոր է, օրինակ, շտկման մեխանիզմը հետ, հա, այն փոքրինչ ավելի ուշադիր լինել։ Այդ բողոքի մասին ուզում եմ առանձին խոսենք, բայց մինչ դա քանի որ ասացիք, որ փոքր եւ միջին բիզնեսով են զբաղվում կանայք, ըստ ձեզ ինչու։ Քանի որ արդեն բավական երկար ժամանակ է շփվում եք այդ կին ձեռներեցների հետ։ Ինչ են փոքր ու միջին Հա, ինչու օրինակ նույն այդ բիզնեսները չեն ավելի մեծանում, դառնում խոշոր բիզնես եւ այլն։ Դե մեր շուկան փոքր է նախ, սկսենք դրանից, լոկալ այս տարածքում արտահանման մեխանիզմներ իհարկե կան, հիմա այդ վալբրիզով վաճառքները կան եւ այլն։ Կլինեն բնականաբար նաեւ ովքեր տենց մեծ շուկայում իրենց բաժնեմասը ունեն, բայց մեր խմբի շրջանակներում այդպես ես իրանց եմ ճանաչում, հա, իրանք են ընդգրկված, այսինքն իրանք են ավելի հետաքրքրված, որ մեր մոտ օրինակ ներկայանալի լինեն, կամ իրանք են հետաքրքրված, որ իրենց ներկայացնեն, չէ՞, եւ ինչի օրինակ sense սովորաբար այս հարցն էլ ահանջում, ինչի խումբ եւ ոչ թե օրինակ edge, մենք ունենք նաեւ edge, հայկական ապրանքանիշը, բայց հայկական ապրանքանիշը ոնց որ ինքը տենց մի տեսակ մենախոսության նման է, հա, երբ որ դու գրում ես, չի երևում ով գրեց, հա, admin-ը ինչ որ մի հատ գրառում արեց, եւ ասենք մարդիկ հիմնականում կոմենտներ, մեկնաբանության դաշտում մեկնաբանություններով են շփվում, իսկ խումբը ավելի ոնց որ անմիջական է, հա, ավելի դու ես քո խոսքը ասում եւ դու ես քո խոսքի տերը, դու կարիքը չունես գրելու, ասենք edge-ով զբաղվող մարդուն ասելու, այ այս ինչ բան է, այսպես ինքն էլ ձևակերպի վրա, ավելի ազատ է, այսպես ասած, հա, միջավայրը շփման եւ ազատ արտահայտման համար եմ շատ կարեւորում, որ եւ որ մարդը կարող է ինքը ասի այն, ինչ որ մտածում է տվյալ արտադրանքի մասին եւ կարող է իր արտադրանքը ներկայացնել ինքը իրեն բառերով, որովհետեւ ներկայացնողը ինքն է, չէ՞, վերջի ու եթե նկատել եք մենք ունենում ենք այդպիսի օրեր, երբ որ հայտարարվում է, որ եկեք մենք գրառումներ անենք այսինչ ֆորմատով։ Ունեցել ենք գրառումներ բարբառներով արված, երբ որ օրինակ արտադրողը իր արտադրանքը ներկայացնում էր իր բարբառով կամ իրեն ծանոթ որևէ բարբառով, որով ուզում էր, դա լրացուցիչ հետաքրքրություն է իրականում առաջացնում արտադրանքի նկատմամբ, որովհետև երբ որ մի բան է, երբ որ դու գրում ես գրական հայերենով, եւ մի ուրիշ բան է, երբ որ քո արտադրանքը արդեն մենք գիտենք գրական հայերենով, այ կարդացել ենք մի 10 օր առաջ, բայց մեկ էլ նորից տեսնում ենք գրված է բարբառով, չէ՞, հետաքրքրություն է լրացուցիչ առաջանում, ոնց որ դու նորից ես նայում, նորից ես կարդում, ժպտում ես, փորձում ես հասկանալ որ բառը գիտես, որը չէ, այսինքն դա ոչ միայն տեքստի մասին է, դա նաև ապրանքի մասն է, որովհետև մենք գրել ենք նկարագրեք ձեր արտադրանքը, հա, այնտեղ խորոդ, նախշուն, չգիտեմ ինչ բառերով, հետաքրքիր էր մի խոսքով, քանի որ բարբառներից խոսեցի, հենց այդ միտքը երբ առաջացավ, ես տենց մտածում էի, ասում էի, լավ, ոնց անենք, չէ, որ բարբառները մեր հարստությունն են, իրականում լեզվի հարստությունն են, չէ, բարբառները, ոնց անենք, որ սա ինչ որ ձև մեր խմբում ընդգծվի, դե ինչ անենք, ոնց անենք, ավելի լավ է, որի մենք առաջարկենք պրոդուկտը ներկայացնեն բարբառով, իրականում շատ մեծ տենց բան ստացավ, եթե տեսել եք այդ շարքը, ու էլի եւս մեկ անգամ համոզվեցինք, որ այո, այն ամենը ինչը հայկական է, դա հնարավոր է ներկայացնել հանուն հայկականի։ Վերադառնալով այդ խնդիրներին բիզնեսի, որ չեն ավելի մեծանում ու հիմնականում հենց կանայք են, որ փոքր նիշայում են մնում, խնդիրներից մեկը նշեցիք, որ արտահանման խնդիրներ կան, հիմնականում կան այլ խնդիրներ։ Կան, այո։ Օրինակ Օրինակ խնդիրներից է նաև այս պարագայում կապ չունի մեծ թե ոնց որ տղամարդա կինով ազբաղվում, ընդհանուր գլոբալ խնդիր է, որ ներմուծման, օրինակ հումքի ներմուծման համար պետք է օրինակ լավ կլինի, որ սահմանվի արտոնություններ, այսինքն հումքը էժան ներկրվի, որպիսի նու այդ մաքսային տուրքերը բանը, հա, ավելի արտոնյալ պայմաններում լինեն, որպիսի այն արտադրողը, որը արտադրողը, որը մեր երկրում է, կարողանա
վճարել, հա, կարողին վճարել այդ արտադրական process-ում գիտեք բազմաթիվ մարդիկ են, հա, ներգրավված առաքիչի, չգիտեմ, այնտեղ մաքրուհուց, արտադրողից մինչև, ասենք, խանութ հասնելը այդ ցիկլում ինչքան մարդիկ են, չէ, ներգրավված հաշվապահով, բանով եւ այլն։ Այսինքն ստեղծել այնպիսի պայմաններ, որ ներկրած պատրաստի ապրանքը ավելի մատչելի չստացվի արդյունքում, քան տեղում արտադրվածը։ Հիմա այնպիսին է, որ ներկրելը ավելի ձեռնտու է, քան տեղում արտադրելը, բայց ինչի վրա է հիմնվում, օրինակ, ինչի վրա է հիմնվում, ասենք, պետությունը, չէ, այդ ՀՆԱ-ի վրա է, չէ, հիմնվում, իսկ դա ինչից է, ասենք, գոյանում, արտադրություններից է գոյանում։ Հիմա ներկրումը դա ինչ է, ներկրումը դա ոնց որ пассив գործունեություն է, էլի, հա, չկա դրա մեջ որևէ, ասենք, աշխատանքային տար, բացի այն, որ, ասենք, դու գնում, վերցնում, բերում ես։ Այդպիսի խնդիր կա, այո, եւ այդ հումքի մասը, եթե ստացվի այնպես, որ հումքը ավելի մատչելի, ավելի լավ պայմաններով հասնի բան մեր երկիր, այդ պարագայում արդեն ոնց որ արտադրողը ավելի լավ դիրքերում կհայտնվի եւ ստիպված չի լինի հայ արտադրողը հագուստի մասին, հա, թե ընդհանրապես։ Ընդհանրապես, հագուստի օրինակով նայենք, հա, բայց բոլոր բնագավառներին վերաբերվում է հայ արտադրողը, հագուստ արտադրողը ստիպված է մրցակցել էժան ներկրողի հետ։ Ինչ անում էժան ներկրողը, ասենք թե Չինաստանի, չգիտեմ որտեղից, որտեղ էժան է, էլի, վերցնում է ու իր մաքսազերծումն էլ ավելի, հա, կիլոգրամով են հաճախ դրա մաքսատուրքը, հա, մաքսազերծում, եւ երբ որ ասենք վաճառում են, ինչ է ստացվում, վաճառքից գոյացած գումարից ինչ որ տոկոս է, չէ, այդ շահութահարկ, եկամտահարկ, ինչա կոչվում, ասենք բան է լինում, չէ, այդ հաշվապահական այդ գործընթացներում, եւ այս պարագայում ոնց որ արտադրողը հարկվում է մի քանի անգամ, ներկրողը շատ ավելի քիչ, որովհետև արտադրողը հումքի համար հարկվում է, կարողի համար բազմաթիվ ծախսեր ունի, չէ, կենսաթոշակայինից մինչև այդ տարբեր ծախսեր, տարավ հասցրեց խանութ, վաճառակետում արդեն վաճառեցին, այնտեղ ինչ են անում, էլի գումար են ավելացնում, չէ, բնականաբար վաճառքի համար, վաճառում են, այդ վաճառքից ինչ են անում, նորից հարկ են տալիս ու այդ հարկին ավելի բարձր ինքնարժեք է ստացվում, ոնց որ ավելի բարձր է ստացվում այդ վաճառքի գինը, քան որ դու ներկրում ես ու վաճառում ես, այսինքն այն միջանկյալ բաները, մի քանի process-ը, որը որ պետք է կազմի մեր երկրում գործունեություն ծավալելու կարևորագույն բաղադրիչը, այսինքն աշխատանքի ապահովում, չէ, հարկերի վճարում, այդ թոշակների մեջ այդ ներդրումը, հա, կենսաթոշակային այդ գումարներ, բան, ստացվում է, որ այդ կոմպոնենտը, որ հանես, ինչ է ստացվում, դու փաստացի մրցակցում ես էժան ներկրողի հետ, որը բնականաբար ճիշտ չի, էլի, պետք է այդ մի խոսքով հումքի հարցը խոսել եմ երեքա մի քանի արտադրողների հետ, հիմնական այդ խնդիրը, այդ հումքի ու անհավասար մրցակցային պայմաններն են, որոնցից այդ մեկը այդ հումքի խնդիրն է։ Իսկ անհավասար մրցակցային պայմանների պատճառներից բացի այդ հումքը կան այլ պատճառներ, որ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում։ Թերևս ամենակարևորը, որ նշեցին, այդ ամենաառանցքայինը, ոնց որ այդ մեծ գլոբալ խնդիրը դա այդ էր։ Դա էլի կան մանր խնդիրներ, բայց քանի որ ես իրական դրա մասնագետը չեմ, ես հիմա ձեզ փոխանցեցի այն, ինչը որ ճշտել եմ, ինչը որ խոսել եմ, հասկացել եմ արտադրողների հետ, հենց տենց փորձեցի ներկայացնել։ Հիմա որ տենց ավելի մանրանանք, միգուցե ճիշտ նկատառումներ առաջ չքաշեմ, ինչից երևի կխուսափեմ։ Ֆլորա ջան, խոսեցիք հենց այդ ֆիդբեքի մասին ու դժգոհությունների, նաև խմբում լինում են գովասանքի խոսքեր, ինչ որ արտադրողի մասին, ընդհանրապես այդ ֆիդբեքի կամ հետադարձ կապի ընթացքը ոնց է, ճիշտ է կազմակերպվում ընդհանրապես այդ կոմունիկացիան արտադրողի ու սպառողի կամ հաճախորդի ըստ ձեզ։ Ճիշտ են հիմնականում ընկալում, այսինքն արտադրողը, ասենք, ընդունում է հիմնականում, որ այո, տենց ա եղել, շնորհակալ եմ, որ ասենք տեղյակ պահեցիք։ Լինում են նաև ոչ այդպիսի դեպքեր, բացառություններ միշտ լինում են, բայց ես գտնում եմ, որ առողջ քննադատությունը միշտ կարևոր է, առողջ քննադատությունը միշտ օգնում է զարգանալուն, միշտ դա տանում է զարգացման, հա, այսինքն եթե ինչ-որ մի բան նկատել են ու քեզ ասում են այդ մասին, այդ քո արտադրանքի օրինակի հետ կապված,
ամենակիչը որ կարելի անել դա շնորհակալ լինելն է մարդը անտարբեր չի չէ որ ասում է կարար ասենք ձեռքը թափ տար այլևս չօգտվեր այդ ինչ որ այա ինչա գնել չգիտեմ դրանից իրանով հարցներ ասեր դա պիտանի բան չի ու անցներ առաջ բայց եթե օրինակ բարձրաձայնել այդ խնդիրը էլի կրկնում եմ բայց առողջ քննադատությամբ էլի բարձրաձայնել ոչ թե ասենք տենց վարկա մինչև վերջի ասենք այդ կետը վարկաբեկելու տեսանկյունից այդ ընդհանրապես գովելի է ու շնորհակալ լինելու առիթ է ու արտադրողներն էլ պետք չի դա ընդունեն որպես անձնական վիրավորանք իսկ ընդունում են լինում է որ ընդունում են այդ բայց թե ինչ ասեմ ինձ թվում է ժամանակի հարց է էլի գիտեք երբ որ բիզնեսը փոքր է այդ ցանկացած բան տենց ոնց որ քո վրա ես վերցնում որովհետև դու տենցի փայփայում ես իրան փոքրիկ է ուզում ես մեծացնես ամեն բան անում ես որպեսի դա տեղի ունենա ու տենց մի քիչ ավելի շատ անձնական ես էլի ընդունում երևի հոգեբանական պահա բայց դե ինձ թվում է հաղթահարելի է էլի Ֆլորա ջան մենք իրական դուք այդ մասին չասեցիք թե ինչ են հենց կին գործարարները կամ ձեռներեցները տենց փոքր նիշայի մեջ մնում, սկսում փոքրից եւ մնում փոքրի մեջ, բայց ես ունեմ իմ մոտեցումը միգուցե սխալ է, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ դրա վերաբերյալ, արդյոք պատճառներից մեկը այն չի, որ կանանց վրա են հիմնականում դրված լինում ընտանիքի հոգսերը, երեխա խնամել եւ այլն, եւ շատ կանայք հենց փորձում են ընտանիքի հոգսը տանելուն զուգահեռ գտնել եկամուտի աղբյուր։ Ձեր տված հարցի հետ հիմա զուգահեռ մտածում էի, ոչ թե ասենք հոգսը դրված է ամբողջությամբ եւ ինքը փորձում է գտնել լրացուցիչ եկամուտի աղբյուր, մի քանի տենց շատ ստացված դեպք գիտեմ, երբ որ ոչ թե հոգսի պատճառով փորձել են գտնել կանայք լրացուցիչ եկամուտի աղբյուր, այլ երեխան փոքր է եղել, իրանք ֆիզարցակուրդի մեջ են եղել ու երեխային պահելուն զուգահեռ փորձել են հաճելի ինչ-որ մի բան նոր ստեղծել, որպեսզի այսպես ասած համ պարապ չմնան, համ իրանց հավես լինի, համ հաճելի մի բան ստեղծեն։ Ու այդ ժամանակ ծնվել է այդ փոքր, հա, բիզնեսը։ Երբեմն վերադառնում են իրանց նախկին աշխատանքին, դա տենց փոքր էլ մնում է, երբեմն ջանում են, սկսում է, ասենք, տենց քայլ-քայլ մեծանալ, բայց այդ բանը, այդ նոտան, այդ որ հոգսը տանում են, մի հատ էլ բեռն են տանում, հա կլինեն նաև այդպիսի դեպքեր, երբ որ այդ ընտանիքի հոգսի հետ փորձում են նաև ինչ որ եկամտի աղբյուր ստեղծել, բայց քիչ չեն նաև այն դեպքերը, երբ որ իրանք դա անում են ուղղակի հաճելին օգտակարի հետ համատեղելու համար, ինչ ինձ բավականին ուրախացնում է, որ այ տես ես այսպիսի մի բան եմ մտածել անեմ, բայց ասենք իրանք տենց խնդիր չունեն, հա, ամուսինը որպես այսպես տան պատներ ապահովում է, կինը զբաղված է երեխային մեծացնելով, եւ զուգահեռ նաեւ ոնց որ ինչ որ մի հատ բան է մտածում, որը էլի վերստին ասենք այդ համատեղ ընտանեկան բյուջեից ինչ որ մի գումար է վերցնում, որ էլի ամուսինն է աշխատում, ու ասենք փորձում է կայացնել, ասենք ինչ որ մի բան շատ ողջունելի է դա իրականում, ու այո, տենց կան բիզնեսներ, որոնք հենց այդ ժամանակ են ծնվել այդ Իսկ գիտեք օրինակներ, որ իրանք այդ ժամանակ սկսել են ու հիմա ինչ որ լուրջ հաջողություններ են ունեցել։ Այո, մենք ունենք թղթե տոպրակներ արտադրողներ խմբում, որոնք հենց այդ ժամանակ են սկսել ու տենց հաջողության են հասել, ունենք զարդեր արտադրողներ խմբում, անունները երևի չնշեմ, բայց իրանք հիմա լսում են ու գիտեն, այդ որ բավականին գեղեցիկ sense յուրօրինակ ասեղնագործ զարդեր են արտադրում, տենց կաղապարների վրա են ֆիքսում, բան, ունենք նաև կոսմետիկա արտադրող, տենց բնական խնամք արտադրող, տենց մի քանիսը կան, հիմա տենց բոլորին չեմ կարող հիշել, բայց այդպիսի տենց լավ օրինակներ են, որ ես տանն էի գտնվում եմ երեխայի խնամքով էի զբաղված ու տենց ունեն նաև հարցազրույցներ, որտեղ իրանք փաստում են այդ մասին, որ դա ոչ թե իրանց համար լրացուցիչ բեռ է եղել, այլ եղել է հենց ոնց որ երեխային մեծացնելու ուղեկիցը, հա, մի հատ փոքրիկ բիզնես են մեծացրել փոքր երեխայի հետ։ Իրականում այդ բեռը, որ դրված է կամ պարտականությունը, որ դրված է, որ ասում են ինչ-որ նեգատիվ կոնտեքստում չեմ ասում, դա ուղղակի փաստ է, որովհետև ես գոնե չեմ ճանաչում տղամարդ, ով երեխայի խնամքի արձակուրդ է գնացել ու 3 տարի, ասենք, գնացել է արձակուրդ ու իր երեխային է խնամել, կինն է աշխատել։ Կա նաև ֆիզիոլոգիա, տղամարդը չի կարող օրինակ կրծքով կերակրել երեխային, ասենք որ ֆիզարցակուրդ է այդ մարդը, հիմա տանը նստած է, պետք է առնվազն 6 ամիս, ասենք, կրծքով կերակրի այդ երեխային։ Այդ մարդը տղամարդ է ծնվել, ոնց պիտի այդ ֆունկցիան իրականացնի, որքան էլ մենք հիմա ասենք կանանց իրավունքները պաշտպանենք, չգիտեմ ինչ անենք, կա ասենք ի բնութենե
ֆիզիոլոգիական, ասենք, առանձնահատկություններ, եւ ես օրինակ երբ որ այդ հարցը առաջ է գալիս, ես կողմ եմ իհարկե, ասենք, իրավունքների պաշտպանությանը, բայց դեռ ընդհանրապես այդ իրավունքի հարցը չկա ու դա այդ թեման չի, էլի, որ ասենք, այս տղամարդը չգնաց, այդտես ինքը չգնաց ֆիզարցակուրտ, բայց կինը օրինակ գնացել է երեխային, այդ մարդը ասենք գնացել է, հիմա ոնց այդ երեխան լաց է եղնում, բժիշկն ասලා 6 ամիս պիտի կրծքով կերակրի, ինչ պիտի անի։ Կան դեպքեր, օրինակ, երբ որ երեխային օրինակ կրծքով չեն կերակրում։ Կան նաև բացառություններ, երբ որ տղամարդն է զբաղվում, այո, երեխայի խնամքով, եւ օրինակ կինը աշխատում է, որովհետեւ այդ պահին միգուցե իրանց ընտանիքում այդպես է ավելի հարմար։ Իհարկե դա իրանց որոշումն է, միանշանակ դրա մասին չենք խոսում, այլ փաստն է, որ կանայք ավելի շատ են ներգրավված ընտանեկան հարցերում ու հենց այդ փուլերում հաճախ գտնում են այդ երկրորդ զբաղմունքը, որը, չգիտեմ, միգուցե եկամուտ չբերել, բայց ձգտում են, որ եկամուտ բերի։ Հաճելի լինի, չէ՞։ Ֆիզարցակուրտի պահ ես իրոք լուրջ եմ տենց մտածում, էլի, երբ որ տենց երբեմն լինում են, չէ, տենց շեշտում են, ասում են, այ, բա ինչի մեր մոտ տղամարդը չի գնում երեխային պահելու, եմ որ ցենց նստած ասում ես, այո։ Եվ իրոք մայրը ուրիշ է, չէ, կասենք մայրական բնաստ, չէ, կամ մայրական, չգիտեմ, չեմ ասում չկա օրինակ հայրական բնաստ, բայց մայրն է կրում այդ երեխային եւ ամեն դեպքում 9 ամիս, ասենք, չէ, երեխայի հետ ինչ որ էմոցիոնալ կապի մեջ է, ինքը ավելի մոտ է այդ երեխային ֆիզիոլոգիապես, զգացմունքային տեսանկյունից, բացառություններ չենք հաշվում, էլի, ասենց ընդհանուր ենք նայում, ու նորմալ է, որ ասենք մայրը պիտի այդ երեխայի հոգսը, ասենք, տանի այդ երեխային հասկանա ոչ միայն մայրը, այլ գլխավորապես մայրը, ես ոնց որ այս տեսանկյունից տենց եմ մտածում, այդ իմ միտքն է, էլի, կարող եք կիսել, կարող եք չկիսել, բայց ես ոնց որ հիմնավորում եմ նաև այն, ինչը որ ասում եմ, որովհետև տենց իրոք տենց եմ մտածում։ Շնորհակալություն Ֆլորա ջան։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը Ֆլորա Վարդանյանն էր, Օրիգոնում ապրանքանիշի եւ Facebook-յան հանուն հայկականի խմբի հիմնադիր։ Բաժանորդագրվեք, հետևեք մեզ Facebook-ում, գրեք ձեր մեկնաբանություններն ու կարծիքները։ Շնորհակալություն։